Չորրորդ հրեշտակը իր սկավառակից թափեց արևի վրա, և նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն և չապաշխարեցին իբարս Աստծո։ Սա հրեշտակն է անում, բայց Աստծո զորությամբ, որ կարող է ավելացնել կամ նվազեցնել արեգակի տապը։ Դրա համար էլ ասում է. հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատոհասների վրա։ Աստված քիչ-քիչ ծանրացնում է պատիժները, ապաշխարության հնարավորություն տալով, բայց չզղջացողները ընդհակառակը կամաց խստանալով ընկնում են ծայրակույն հուսահատության մեջ, այն աստիճան, որ սաստիկ ցավից հայհոյում են Աստծուն, և ինչպես հնոցի մեջ ընկած շունն է հաչելով սատկում, այդպես էլ նեռի չզղջացող հետևորդները։ Դարձյալ, ինչպես յուղը հնոցի մեջ լցվելով ավելի է բորբոքում այն, այդպես էլ հրեշտակը, սկավառակը արևի վրա թափելով, առավել բորբոքեց տապը։ Դարձյալ, ինչպես շնիկ աստղի երևալու օրերին արեգակի տապը ավելի է սաստկանում, այդպես էլ այն ժամանակ շնիկից բացի նաև հրատն է ազդելու արեգակի վրա։ Բայց այս տապը չի ճնշելու ընտրյալներին, ինչպես Եգիպտոսի խավարը չբարորեց Իսրայելին, ինչի մասին իմաստության գիրքը ասում է. բայց քո սուրբերի համար մեծ լույս էր։ Եթե անգամ ազդի նրանց անհամբեր կերպով չեն հայհոյի, այլ համարելով Աստծո սիրո նշան, համբերելով կդիմանան, ըստ այս խոսքի. տարօրինակ մի համարեք այն սաստիկ տապը, որ ձեզ փորձելու համար է։ Նաև Եսայի մարգարեն է ասում. ձեզ քուրայում պիտի այրեմ, որպեսզի ապստամբողներդ սրբվեք։ Ուստի այս տապը հրդեհելու է Աստծուց ապստամբվածներին և ոչ թե հնազանդներին, ինչպես որ արեգակի տապից անտառում չոր ծառերն են հրդեհվում և ոչ թե դալարները։ Եվ հինգերորդ հրեշտակը իր սկավառակից թափեց Գազանի գահի վրա, և Գազանի թագավորությունը խավար դարձավ, մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում, ինչ որտեղ նման է Եգիպտոսի խավարին, բայց առավել դաժան, քանի որ դժոխային խավարի հրախառն հատկություն ունի, ուստի ավելի խիստ է տանջում նույնիսկ ցավից լեզուները ծամելու աստիճան։ Այս խավարով պարուրված նեռը և իր հետևորդները ըստ Եսայի մարգարեի պիտի նայեն դեպի վեր երկնքին և դեպի վար երկրին, բայց ահա նրանց տագնապի պատասխան լինելու է դաժան խավար։ Խավարը այս հատկապես պատելու է կամ Գազանի աթոռը, այսինքն թագավորական պալատը, կամ էլ բոլորին, ում համակրում է, բայց ընտրյալների հույսը մեծ է լինելու, ինչպես Իսրայելին է Եգիպտոսում, և քանի որ նրա լեզուն մեծ բաներ էր խոսում, այդ պատճառով էլ կծամի այն։ Չէ որ մեծատունն առավել էր զգում իր լեզվի ցավը։ Այս ամենը ցույց է տալիս, թե Աստված որքան է գարշում մեծաբարբար ստախոսներից և աստվածապաշտության լույսից խավարածներին խավարով է տանջելու։